ծնվել եմ Թավրիզում, ինչպես գիտեք, հետո տեղափոխվել Թեհրան, կրթաթոշակ եմ ստացել սովորելու Բրիտանիայում, 5 տարի ուսումս ավարտելուց 5 տարի տևեց ուսումս, նրանից հետո վերադարձել եմ Պարսկաստան, աշխատել եմ եվրոպական ընկերությունների հետ, նրանց հետ համատեղ Պարսկաստանում ծրագրեր ենք իրականացնում, նավթարդյունաբերության ոլորտում, եւ հետո երբ որ Պարսկաստան հեղափոխությունը եղավ իսլամականը 1 տարի հետո ինձ հրավիրեցին Անգլիա ժամանակավորապես աշխատելու այդ ժամանակավորապես աշխատանքի ընթացքում Իրան-Իրաք պատերազմը սկսվեց տղաներս արդեն մեծը 13-14 տարեկանի մոտ էր մտածեցի եթե գնամ վերադառնամ Թեհրան զինվորության բանով պիտի իրավունք չպիտի տան երկրից դուրս գա ասենք մի քիչ սպասենք այդ խաղաղություն լինի հետո վերադառնանք Եվ այդ տևեց 30 տարի։ Դրանից հետո ճիշտ ասած առաջի անգամ Հայաստան եմ եկել 1980 թվականին, երբ որ Պարսկաստանում այդ փլզվեց համակարգը եւ մենք արգելք չկար, որ մենք գայինք Հայաստանը տեսնեինք, որտեղ չէինք տեսել, իրավունք չունեինք մտնենք խորհրդային միություն։ Եվ երկար ճանապարհով Թեհրանից Փարիզ, Փարիզից Մոսկվա, Մոսկվայից Երևան, այդ ճանապարհով մենք խումբ հավաքվեցինք եւ եկանք այստեղ ընկերներով։ Առաջին իմ տպավորություններս Հայաստանից 1980 թվականին էր։ Այդ կոմունիստ կարգերին, որը ժողովուրդը ինձ շատ հոգեհարազատ էր, բայց կարգերը շատ անսովոր էին։ Շատ դժվար ստուգումներ անցաք, նախա, հետո դժվար էր։ Դժվարություններ ունեցանք այստեղ Հայաստանում, երբ որ մենք մարզական միության անդամներ էինք մեծ մասս Պարսկաստանի, որը վերահսկում էր դաշնակցությունը այդ ժամանակ։ Ես ինքս կուսակցությունների հետ ոչ մի գործ չեմ ունեցել, բայց այդ կազմակերպությունը նրանց վերահսկողության տակ էր։ Եկանք մայիս 1-ին եւ ապրիլ 24-ին Հայաստան էինք այդ տարին 1980 թվականի ապրիլ 24-ին մենք ուրեմն մեր ծաղկեպսակը տարեցինք Եղեռնի հուշարձանին տակն էլ մեր կազմակերպության փոքր գրքույկը դրեցինք որ Պարսկաստանում աշխատում է մշակութային մարզամշակութային կազմակերպությունը հետո մեր ղեկավարներին որոնց մեջ էլ ես հրավիրվեցինք KGB խիստ նախատանքի, որ դուք իրավունք չունեք քաղաքական գործունեությամբ զբաղվելու, այդ բրոշուրը, որ դրել եք, դրա մեջ քաղաքական խնդիրներ էր առաջացնում, եւ եթե կրկնեք այդ գործը, ձեր այցը շուտ կվերջանա։ Էլ չասենք, հետո կարգել են երկիր մուտքը։ Այո, հետո երկրից դուրս կանենք ձեզ։ Երբ որ գրասենյակից շատ ջղային դուրս եկանք, մեր ղեկավարին կանչեցին ներս։ Գնաց ներս ու մի քանի րոպե հետո շատ ուրախ դեմքով դուրս եկավ։ Ասի ինչ եղավ։ Դու գնացիր այդպես ջղային այս միջակայքում, ինչ ես ուրախացել, ինչու ես ուրախացել։ Վերբով կային։ Ասաց դե երբ որ գնացի, ինձ ասացին, որ մենք խոսեցինք, դա մեր պաշտոնական տեսակետն էր։ Բայց մեր տեսակետից գնացեք ինչ ուզում եք արեք։ Դա խորհրդային միություն էր։ Հրաշալի։ Եվ այդտեղից անդրադարձակ որ ժողովուրդը մեր ժողովուրդն է։ Մենք ենք այդ ժողովուրդը։ Հետո 83 թվականին արդեն Լոնդոն էի բնակվում, հրավիրվեցի այնտեղ աշխատանքի, քանի որ Պարսկաստանում աշխատանք չունեինք, ինժեներական կազմակերպություն։ Ինձ կանչեցին, որ օգտվեմ իմ գիտությունից օգտվեմ եւ որոշ ծրագրեր հանձնեցին, որ ես ղեկավար եմ այդտեղ։ Այդ ընթացքում ես որոշեցի, որ տղաներիս կնոջսել միասին պետք է գանք Հայաստան։ Ես Հայաստան շատ մեծ թվով ազգականներ ունեմ, հորս կողմից, մորս կողմից։ Հորաքույր ունեի, որ երբ որ մերոնք 30, տեսեք, մերոնք 15 թվականին բանից եկել են Երևան, Երևանից Թիֆլիս, ծնողներս Թիֆլիս են դպրոց հաճախել եւ մեկ մասը Հայաստան, երբ որ Ստալինը հայտարարեց, որ Հայաստանում բնակվողները բոլորը, եթե ցանկանում են բնակվել Հայաստանում, պետք է խորհրդային քաղաքացի դառնան։ Դե մերոնք չունեին ոչ մի քաղաքացիություն, որոշեցին գնալ Պարսկաստան, չմնալ խորհրդային միությունում։
32 թվականին Թիֆլիսից դուրս եկան Թավրիզ եկան։ Բայց հետաքրքիր որ ազատ էր այն ժամանակ, փաստորեն Խորհրդային Միությունից Իրան կարողացել են գնալ։ Կարողացին դուրս գան, քանի որ դրամով պարսկական պասպորտներ էին գնել։ Իսկ ընտանիքից մորս ընտանիքի մասը որոշեց, որ գնալ Ֆրանսիա։ Երևակայեք 32 թվականին գնացքով Երևանից հասել են Փարիզ։ Ոչ թե 1 հոգի, 2 հոգի, 24 հոգյանոց գերդաստան։ Պապիկ, տատիկ, թոռնիկ ամեն ինչով միասին վերգարտել։ Մեծ հայրս 4 եղբայր էին, 4 եղբայր, 1 քույր։ Բոլոր իրենց ընտանիքներով գնացել են Փարիզ։ Մեծ հայրս 1 տարի Փարիզ ապրելուց հետո որոշել է, որ դերի տեղը չի, եւ մեզ ասում էր, որ ես հայտարարեցի եղբայրներս, ես կուզում եմ գնամ հետամնաց երկրում մարդավարի ապրեմ, քան առաջադեմ երկրում որպես բանվոր ապրեմ։ Եվ Փարիզից եկել է Թավրիզ, Պարսկաստան։ Շատ հետաքրքիր։ Եվ ես մի հետաքրքիր բան էլ ասեմ, որ իր որոշումը ինձ թվաց, որ ճիշտ որոշում եղել ժամանակին, որտեվ ես երբ կրթաթոշակ ստացա Անգլիա ուսանելու 1958 թվականին, գնացի Անգլիա եւ ընդեղից մայրս ասում էր 4 տարի Փարիզ է ապրել, ազգականներ ուներ, ասաց հատ ընդեղից գնա ազգականներին տեսներ։ Անունները լսել էի, բայց ոչ մեկին չէի հանդիպել։ Գնացի Ֆրանսիա, Փարիզ գնացի, հանդիպեցի մեր քանի ազգականների, բազմաթիվ ազգականներից մի քանի շատերին, եւ անդրադարձա, որ նրանց երիտասարդ սերունդը միայն դպրոց է ավարտել, բարձրագույն կրթություն ունեցող չկա նրանց մեջ։ Այդ ժամանակ 59 թվին չկար։ Հետո սկսեցին։ Բայց մենք Պարսկաստանում 59 թվին քերիս արդեն համալսարան ավարտել, ես էլ Անգլիայում ուսանում էի։ Տեսա, որ մեծ հարուստ որոշումը ճիշտ է եղել։ Հիմա վերջապես ազգականներ շատ ունենք Փարիզում, Ֆրանսիայում։ Ամբողջ աշխարհում ստացվում է։ Գործունյաններ, Ջերբաշյաններ, Սաբոնչյաններ, բոլորը մորս հարազատներն են։ Ունևոր մարդիկ են եղել ամեն դեպքում եւ կարողացել են ինչ-որ բան դուրս բերել Արևմտյան Հայաստանից, որ կարողացել են թեկուս գնալ Իրան, մյուս մասն էլ կարողացել է Փարիզ գնալ, ամեն դեպքում ապահովված մարդիկ են եղել։ Չէ, ապահովված այդքան չէ, որոշ քանակով ոսկե դրամներ ունեցել են մերոնք, որ 1-2 տարի կարողացել են դրանցով դիմանալ, բայց մեծ հայրս արծաթագործ էր, փորագրիչ էր, եւ բացվել Թավրիզում Վան ոսկերչանություն անունով մի հատ ընկերներով մի հատ ոսկերչանոց էին բացել, որ արծաթեր իրեր էին պատրաստում, մասնագետ ինքը հետո մի հատ փոքր գործարան տնեց, որ գործարանում մետաղյա առօրյա գործածվող իրեր էին գործում, բնակ, բաժակ եւ այլն մետաղից պատրաստված։ Հայրս համալսարան էր գնացել Թիֆլիսում, բայց չէին թողել որ ավարտի բերել էին Տերան։ Հայրս բացեց Թավրիզում Ատրպատականի առաջին ռադիոյի խանութը, էլեկտրոնիկ խանութը, եւ այդ խանութը բացվել է 1939 թվականին, եւ մինչեւ այսօր իր անունով այդ խանութը կա։ Դա շատ ձեռքից ձեռքի անցել, նույնիսկ Թուրքիա գնել է տեղի խանութը մեկ անգամ, բայց անունը չի փոխել։ Ինչպես է կոչվում։ Ռադիո Արամ։ Որս անունը Արամ էր, ինքը ռադիո Արամը դրա խանութի անունը։ Հետաքրքիր որ ժառանգներինը չի եւ արդյոք մտադրություն կա դա այդ ձեռք բերել։ Չէ, ես գնացել եմ, տեսել եմ այդ խանութը սրանից մի 10-12 տարի առաջ։ Ռադիոյի մասեր էր վաճառում, ոչ թե ռադիոյի նորոգում։ Մերոնք հայրս նորոգում էր։ Ժամանակին, որ պատերազմի ժամանակ էր, որ նյութեր որ կային գոյություն չունեին, ինքը մի ձևով ստեղծում, հայթայթում եւ պատրաստում էր այդ բաները եւ տեղադրում իր նորոգած ռադիոների մեջ։ Հետաքրքիր գործեր էր անում։ Ես էլ միշտ նստած իրան նայում էի, տեսնի ինչով է զբաղվում։